Կառավարությունն աշխատելու է նույն ռեժիմով, ինչպես եւ նախորդ տարիներին մինչ օրակարգի հաստատումը հայտարարեց Տիգրան Սարգսյանը, ապա անդրադարձավ գնումների ոլորտին, նշելով, թե համակարգում էական բարելավումներ են նկատվել։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացվելու են պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ, դիմելով կաբինետի անդամներին, հայտնեց վարչապետը։ Մշտապես տնտեսական ակտիվությունից խոսող վարչապետն այս անգամ եւս չխախտեց ավանդույթը։ Համախառն ներքին արդյունքի գնահատականները մենք արդեն հավաքագրում ենք ըստ գերատեսչությունների, առանձին խորհրդակցություն կանցկացնենք եւ կառավարության պետական նիստերից մեկում կանփոխենք արդյունքները մեր գնահատականները նախորդ ամիսների տնտեսական աճի պոտենցիալի վերաբերյալ։ Մինչ գործադիրի անդամները տնտեսական աճի մասին էին բարձրաձայնում, կառավարության դիմաց հերթական բողոքի ակցիաներ։ Կասեցում՝ մի թալանեք մեր ընտանեկան բյուջեն, ոչ թալանին գրության պաստառներով քաղաքացիները հավաքվելով կառավարության շենքի դիմաց պահանջում էին, որպեսզի գործադիրի ղեկավարը պարտավորեցնի կրթության եւ գիտության նախարարությանը տեղի չտալ բուհերի ղեկավարության ուսման վճարները բարձրացնելու որոշմանը։ Կառավարությունը եւս մեկ անգամ փորձում է հայ քաղաքացուց գանձել եւ թալանել, ուրիշ բան չկա այստեղ։ Ցանկացած հարցում շատ ցինիկ են իրենց սպառում, ինչ որ իրենց շատ վերև են սկսել, տենց իրանք մի մակարդակի վրա են ժողովուրդը մի ասում են ապրեք ոնց ուզում եք, մենք էլ այստեղ մեր համար ենք ապրում։ Ընդունենք որոշումներ։ Կոռուպցիոն երևույթները պետք է գոյություն ունեցող մեխանիզմներով կրճատվի։ Այսօր մի շարք դեպքերում պետբյուջեից կամ բուհերի ֆոնդերից գումարներ են դուրս գալիս եւ ինչ-ինչ գրպաններ են, ինչ-ինչ մարդկանց գրպաններ են։ Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով ուսման վարձավճարների աճը եւ կառավարության պատճառաբանությունները, թե այլընտրանք չկա եւ որ որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ է թանկ վճարել, իրատեսական չեն։ Այս կերպ մասնավորը ցանկանում է մտնել հազարավոր շարքային քաղաքացիների գրպանները, իսկ Հայաստանը պետք չէ համեմատել զարգացած երկրների հետ, որովհետեւ նույն այդ զարգացած երկրներում մարդիկ ստանում են բարձր աշխատավարձ։ Ի պատասխան բուհերի ռեկտորների բացատրությունների նշեցին հավաքվածները, կատարվածը մեկ բառով նշանակում է կեղեքում։ Ուղղակի իրենց ընտանեկան իրենց անձնական գրպանների բյուջեներն են լցնում սովորական հասարակ ժողովրդի միջոցով։ Այդքան բան, սա կոչվում է հասարակ, հասկանալի լեզվով կեղեքում։ Եթե վերելուծենք նպատակ մի հատ է, դա սերնդի դեգրադացումն է, որովհետև շատ մարդիկ, շատ երիտասարդներ, որոնք շնորհալի են, որոնք կդառնան շատ լավ կադրեր հետագայում, ուղղակի կհրաժարվեն ուսումից։ Կառավարության շենքի դիմաց հավաքվածները պահանջում էին, որպեսզի իրենց հետ հանդիպի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սակայն ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ նա արձագուրտում է։ Ամեն ինչ թանկացել է, հետեւաբար կրթություն ստանալը եւս արդեն լրագրողների զրույցում ուսման վարձավճարները բարձրացնելու որոշումն այսպես մեկնաբանեց կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։ Մեր այն հարցին, թե որոշումն ընդունելիս կազմակերպվել են արդյոք հասարակական լսումներ, փոխնախարարը պատասխանեց. Քննարկումներ բնականաբար եղել են եւ բուհերի ղեկավարների եւ ռեկտորների եւ նախարարության միջեւ։ Իսկ հանրային ներկայացուցիչները պարտավոր են։ Չեմ կարծում, որ ավելի լայն հանրային քննարկումներ եղել են, ինչ տանկանում է, դա էլ պետք է տանկանել, բայց այսօր մեր դասախոսական կազմը ստանում է ցածր աշխատավարձներ։ Բուհերը հնարավորություն չունեն լուրջ գույքային ներդրումներ անելու։ Նշենք, որ Երևանի պետական համալսարանում որոշել են ուսման վարձավճարը նախկին 300,000 դրամի փոխարեն դարձնել 400,000։ Տնտեսագիտական համալսարանում վարձավճարն ավելացել է 100-ից 150,000 դրամով, իսկ ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-ից 522,000 դրամի սահմաններում։ Հավելենք, որ կառավարության նիստից հետո սովորության համաձայն գործադիրի անդամները լքեցին շենքը հակառակ մուտքից։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Գալայնյուզ։